Merry Christmas, everyone. Merry Christmas. Միացյալ Նահանգների ընտրիչների կոլեգիան այսօր պաշտոնապես կընտրի երկրի 45-րդ նախագահին։ Ամերիկացիները դեռևս նոյեմբերի սկզբներին են տեղեկացել, որ Սպիտակ տունը ղեկավարելու է միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը, սակայն Միացյալ Նահանգներում նախագահ են ընտրում ոչ թե ուղիղ համաժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների կոլեգիայի միջոցով, որտեղ յուրաքանչյուր նահանգ իր բնակչության թվի հարաբերակցությամբ ընտրալի ազորներ ունի։ Ընտրիչների կոլեգիան 538 անդամ ունի։ Իրավական մեխանիզմի համաձայն ընտրողը ընտրիչին պատգամում է ընտրել այս կամ այն թեկնածուին։ Գրեթե բոլոր նահանգներում թեկնածուն, ով շահել է քաղաքացիների քվեների մեծամասնությունը, վաստակում է այդ նահանգի բոլոր ընտրիչների ձայները։ Յուրաքանչյուր ընտրիչ ընտրություններից հետո մեկ քվե տալիս է նախագահին, մեկը փոխնախագահին։ Ընդ որում ընտրիչը ըստ օրենքի պարտավորված չէ կատարել ընտրող քաղաքացու պատգամը, բայց գործնականում կոլեգիան արտահայտում է քաղաքացիների կամքը։ Ամերիկյան պատմության վերջին տասնամյակների ամենալարված եւ դրամատիկ ընտրություններն ավարտվել են հանրապետական Դոնալդ Թրամփի համոզիչ հաղթանակով։ Նա ընտրիչների կոլեգիայում վաստակել է 276 քվե, հաղթանակի համար անհրաժեշտ էր առնվազն 270։ Նրա մրցակիցը դեմոկրատ Հիլարի Քլինտոնը ստացել է 218 քվե։ Մինչդեռ համաժողովրդական քվեարկությամբ Քլինտոնը մոտ 3 միլիոն ձայնով ավելի է ստացել իր հանրապետական մրցակցից։ Սա ամերիկյան պատմության ընթացքում 5-րդ դեպքն է, վերջին 16 տարվա ընթացքում երկրորդը, երբ համաժողովրդական քվեարկությամբ հաղթող թեկնածուն չի ստանում ընտրիչների կոլեգիայի ձայների մեծամասնությունը։ Տեսականորեն երկու թեկնածուները կարող են ստանալ ընտրիչների հավասար ձայներ, այդ դեպքում նախագահին ընտրում է ներկայացուցիչների պալատը, այդպես է պատահել 1800 եւ 1824 թվականներին։ Այս համակարգի ընդդիմախոսների կարծիքով կոլեգիան իր էությամբ հակադեմոկրատական է, քանի որ արդյունքը կախված է մնում չկողմնորոշված նահանգներից։ Ընտրիչների կոլեգիայի աջակիցներն իրենց հերթին պնդում են, որ այդ մարմինը շատ կարևոր է, քանի որ պաշտպանում է երկրի փոքր նահանգների հավասարությունը։ Նահանգների մեծ մասում օրենքը արգելում է ընտրիչներին դեմ գնալ ընտրողների ընտրությանը։ Հակառակվողներին ընդունված է ասել սխալ ընտրիչներ։ Ընտրիչների ժողովներն ավանդաբար անցնում են խաղաղ, աննկատ, սակայն ոչ այս անգամ։ Գործընթացը ուշադրության կենտրոնում է հայտնվել նախ այն պատճառով, որ դեմոկրատ թեկնածու Քլինտոնը ուղղակի քվեարկության արդյունքներով առաջ է անցնում Թրամփից։ Լարվածությունը կրկնապատկվել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ամերիկյան հետախուզությունը հայտարարեց, թե Ռուսաստանի կառավարությունը դեմոկրատական կուսակցության դեմ համակարգչային հարձակումների օգնությամբ փորձել է ընտրությունների ընթացքը փոխել հօգուտ Թրամփի։ Միլիարդատեր գործարարը ամերիկյան հատուկ ծառայությունների եզրահանգումները անհիմն է որակել, պնդելով, որ չկա հաքերների հետ Ռուսաստանի կապը ապացուցող փաստ,